Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սարգսյան, կուզեի ձեզ հետ մի փոքր խոսենք վերջերս տեղի ունեցած իրադարձության մասին, երբ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավարին, որովհետև ինքը պատմել էր J.D. Vance-ին, Միացյալ Նահանգների պետքարտուղարին, Արցախի մասին նաև գիրք էր նվիրել նրան, ինչպես եք գնահատում սա եւ առհասարակ ինչպես ենք մենք հիմա գիտական աշխարհը անդրադառնալու Արցախին այն ամենին, ինչ կապված էր Արցախին։ Գիտեք ինչ, եթե ածականներից վերանանք, ապա այսօր Հայաստանում կատարվում է ոչ միայն ինքնության ոչնչացման խնդիր, գործողություն, այլև Հայաստանում կատարվում է մեր հակառակորդի ամեն մի ցանկություն։ Մեկ փաստ բերեք, որ այդ հակառակորդի ցանկությունը արտահայտել մենք չենք արել։ Ես նույնիսկ մտածում եմ, եթե հանկարծ մեր երկիրը ղեկավարել մեր հակառակորդներից մեկը, ինչ պիտի աներ, որ այսօր չի արվում։ Ինչ է նշանակում 21-րդ դարում գիրք նվիրես Արցախյան ազգային ազատագրական շարժման մասին, Արցախի պատմության մասին, այնքան հազարավոր զոհեր ենք տվել, պատմական Հայաստանի 15-րդ նահանգի մասին, գիրք նվիրես մեկին ու դու աշխատանքից ազատվես։ Պատկերացնում եք 37 թվականին նույնիսկ այդպիսի բան չի եղել։ Պատկերացնում եք Սուլթան Համիդի ժամանակ նույնիսկ ինչ որ մի ինքնուրույնություն տված էր հայկական համայնքին։ Դա հնարավոր չէ նույնիսկ նկարագրել։ Եթե մի քանի տարի առաջ ասեին կամ պատերազմի ժամանակ, պատերազմից հետո ասեին, որ այդպիսի բան հնարավոր է Հայաստանում, ես շոկի մեջ կմնամ, ոչ միայն ես, այլև իմ սերնդը եւ բոլորը, ապա չես կարող որևէ միտեղ ուղղի մեջ պատկերացնել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ինչպես պետք է վարվել այն մի ամբողջ հսկայական գրականության հետ, որ մենք ունենք Արցախի մասի, որտեղ գիտնականները նույնպես այս հարցը բարձրացնում էին։ Այո, եւ ես ասեմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի իշխանության հաստատ ձախողմանը գնացել, որտեւ պետք է վերցնեն ինչպես ինկվիզիցիայի ժամանակ ամեն ուրիշ դեպքերում գրքերը վառեն, չգիտեմ ինչ անեն, որ ոչնչացնեն, հիշողությունը ոչնչացնեն, բացառում է դու հաստատ ձախողությանը գնում։ Եվ հիմա բարբերաբար այցեր են լինում մարզեր, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանն է այսպես շատ ակտիվ քարոզչության մեջ, եթե հետևել եք կամ տեսել եք իր այդ այցերը, ինչ եք կարծում, արդյոք ժողովուրդը աջակցում է այն քաղաքականությանը, որն ինքը փորձում է։ Գիտեք, շատ բան բացվել է, ժողովրդի աչքերը բացվել է, բայց իհարկե կա մի մասը, որը դեռ ոչ թե հավատում է, չգիտեմ, ինքը իրեն խաբում է, թե ինչ անում, ասես կարող եմ ասել։ Ես կյանքում, ինչպես իմ սերնդի հազարավոր մարդիկ, շատ ծանր օրեր ենք տեսել, մարտեր ենք տեսել, մահն ենք ամեն օր տեսել, բայց ես մի բանից եմ վախենում, միշտ վախեցել եմ նրանցից, որոնց համար հայրենիքի կորուստը հեչ նշանակություն չունի։ Այսօր պարզ երևում է այդ մարդկանց թիվը ինչքան շատ է մայր հայրենիք։ Ես դրանից եմ վախենում։